40 տարեկան է լրացած բոլոր կանանց պարտադիր է մամոգրաֆիկ զննությունը։ Մամոգրաֆիայից հետո բոլոր բուժառուներին կատարում ենք նաև սոնոգրաֆիկ զննություն։ Մամոգրաֆիան չի համարվում ցավոտ հետազոտության մեթոդ, տարեկան 1 կամ 2 անգամ ենք կատարում մամոգրաֆիկ զննություն։ Բարև ձեզ, ես Լավմեդ բժշկական կենտրոնի բժիշկ ռադիոլոգ Աննա Արամի Գրիգորյանն եմ։ Շատ կանանց մոտ կա այսպիսի թյուր կարծիք, որ անեմ սոնոգրաֆիա, եթե խնդիր լինի նոր անցնենք մամոգրաֆիայի, բայց դա սխալ է։ 40 տարեկան է լրացած բոլոր կանանց պարտադիր է մամոգրաֆիկ զննությունը, քանի որ մամոգրաֆիայով մենք կարող ենք հայտնաբերել այնպիսի փոփոխություններ, որոնք սոնոգրաֆիայով տեսնել եւ գնահատել չենք կարող։ Քանի որ 40 տարեկանից սկսած կնոջ օրգանիզմում կարող են կատարվել հորմոնալ վերափոխումներ, հիմնական որ կատարվում է, գեղձային հյուսվածքը քիչ-քիչ վերափոխվում է ճարպային հյուսվածքի եւ սոնոգրաֆիայի ինֆորմատիվությունը բավականին թերանում է տվյալ տարիքային խմբում։ Հետազոտությանը նախապես պատրաստվել պետք չէ։ Հետազոտությունը կատարում ենք ցիկլի յուրաքանչյուր փուլում։ Եթե կինը շատ զգայուն է, խնդրում ենք, որ ցիկլը տեսնի, ավարտվի, նոր մոտենա հետազոտության։ Եթե ոչ, դա առաջնային դեր չի խաղում։ Կատարում ենք 4 հատ նկար, 2 պրոյեկցիաներով, ուղիղ եւ թեք։ Տևում է մի քանի րոպե ընդամենը տևողությունը հետազոտության։ Կինը ստանում է լիարժեք ինֆորմացիան իր հետազոտության մասին, հետազոտությունից հետո ինչ կարող ենք սպասել։ Մամոգրաֆիայից հետո բոլոր բուժառուներին կատարում ենք նաև սոնոգրաֆիկ զննություն, որպեսզի մեր հետազոտության մակարդակը եւ ինֆորմացիան լինի բավականին բարձր։ Մամոգրաֆիկ հետազոտությունը համարվում է ռենտգեն ճառագայթային հետազոտության մեթոդ, սակայն նոր ապարատները շատ ցածր դոզայով են կատարում մամոգրաֆիկ զննությունը եւ կյանքին ոչ մի վտանգ սպառնացող չափաբաժին չեն ստանում հիվանդները։ Մամոգրաֆիկ սարքը ունի հատուկ կոր հարթակ, որը նվազագույնի է հասցնում դիսկոմֆորտի զգացողությունը կանանց մոտ։ Մամոգրաֆիան չի համարվում ցավոտ հետազոտության մեթոդ, սակայն այդ կարծիքը շատ տարածված է կանանց մոտ, որ մամոգրաֆիան համարվում է շատ վատ հետազոտության մեթոդ, շատ ցավոտ, կնոջ կուրծքը կոտրվում է, ինչ-որ sense նման տիպ բաներ է առաջանում, բայց իհարկե դա միայն միֆեր են։ Հետազոտությունը մեր կենտրոնում կատարվում է հատուկ կոր հարթակով, նվազագույնի է հասցվում հետազոտության դիսկոմֆորտը կանանց մոտ եւ իմ բուժառուների մեծ մասը ասում է, որ հետո ընդհանրապես ցավոտ չէր, բժշկուհի ջան, դուք ճիշտ եք։ Սովորաբար չենք կատարում հղիության ընթացքում, կերակրելու ընթացքում, բայց լինում են ցուցումներ, երբ որ կա քաղցկեղի կասկած, ամենը երկրորդ պլան է մղվում եւ կատարում ենք մենք մամոգրաֆիկ զննությունը իհարկե կանանց։ Ըստ տարբեր երկրների պրոտոկոլների տարեկան 1 անգամ ենք կատարում մամոգրաֆիկ զննություն, մենք հիմնականում հիմնվում ենք կրծքի կառուցվածքային փոփոխությունների վրա առաջարկելու հաջորդիվ մամոգրաֆիայի ժամանակահատվածը։ Օրինակ Լավմեդ բժշկական կենտրոնում մենք բոլոր գինեկոլոգիական վիրահատություններ կատարող կանանց կատարում ենք կանխարգելիչ մամոգրաֆիկ զննություններ ըստ տարիքի կամ մամոգրաֆիա կամ սոնոգրաֆիա եւ ունեցել ենք բազմակի դեպքեր, երբ մենք հայտնաբերել ենք նախաքաղցկեղային փոփոխություններ, երբ կինը չի ունեցել ոչ մի գանգատ, չի շոշափել ոչ մի բան, բայց մենք հայտնաբերել ենք նախաքաղցկեղի փուլում, որը հետագա բուժման տակտիկայի վրա եւ հիվանդի ապրելիության վրա բավականին մեծ ազդեցություն է ունենում։ Ես մեր կանանց խորհուրդ եմ տալիս կատարել իրենց տարեկան զննությունները, դրանք կօգնեն մեզ, եթե խնդիր ունենանք էլ հայտնաբերենք լրիվ նախնական փուլերում եւ լիարժեք լուծելի դառնան մեր խնդիրները։